եկեղեցուն պաշտպանելուց հետո իշխանությունը բարեգործ Սամվել Կարապետյանին 2 ամսով ձերբակալեց։ Շատերը կարծում են, որ սա քաղաքական հաշվեհարդար է։ Եվրոմեդիա 24 լրատվականը Երևանյան փողոցներում հարցախույզի միջոցով քաղաքացիների շրջանում փորձեց պարզել, թե ինչ են կարծում, արդյոք ճիշտ էր, թե սխալ Սամվել Կարապետյանին ձերբակալելը։ Ճիշտ ասած, իր հետ շատ վաղուց եմ հանդիպել, բայց ընդհանրապես երևի չէ։ Իսկ դες ինչու հենց հիմա իշխանությունը նրան ձերբակալեց։ Իշխանությունից հարցրեք։ Ոչ իհարկե, ոչ։ Սա վրեժխնդրություն է։ Ինչի համար։ Ինչի համար։ Երևի ամեն ինչի համար, ուզում են բան անեն, նման մարդկանց ասպարեզից անեն, նման հոգատար մարդկանց, ովքեր հայրենիքի մասին մտածում են, մեծ աջակցություն են կատարում հայրենիքի նկատմամբ, դրանց ուզում են շարքից անեն։ Դե հետի իրենց քաղաքական բանը հետի, մենք չենք կարա ոչի բան ասենք աղջիկ ջան։ Բայց դուք կողմ եք, թե դեմ եք։ Չէ, ոչ կողմ եմ, ոչ դեմ եմ։ Այո, որովհետև Ոչ, ձերբակալելը չէ։ Իսկ դες ինչու իշխանությունը հիմա նրան ձերբակալեց։ Հիմա վիճակն հենց է, որ իշխանից հասկանում Փաշինյանի, Սամվել Կարապետյանի բանով տեսնում է իրան։ Այսինքն վախենում է։ Հա, որ Սամվել Կարապետյանը կարող է լավ բան դառնա, տեխնացու վարչապետի։ Իմ կարծիքով դա է։ Ուրիշ բան չեմ գտնում, թե որ եկեղեցից են խոսում բան, դրանք պատճառներ են։ Թե չէ, ինձ թվում է Սամվել Կարապետյանին դրա համար մեկուսացրին, որ չմասնակցի ինչ-որ տենց գործերի մեջ։ Իհարկե ոչ։ Իսկ դες ինչու հենց այս պահին նրան ձերբակալեցին։ Դե երևի այդպես էր պետք։ Երևի տենց է էլի իսկականից պետք։ Վերջերն է էլի արդեն, ինձ թվում է, երկիրը անցնելու։ Ընդդեմ ենք, բայց լացելու բան։ Մենք բայց լացելու բան է։ Շատ բան կա ասելու ուղղակի։ Վերջը լավ չի լինելու, sense որ գնաց, թե ժողովուրդը ձեն չանեց, շատ վատ է լինելու։ Վատը ո՞րն է, Հայաստանը դարձնելու արևմտյան Ադրբեջան, sense ասած։ Բնականաբար ոչ։ Ապազգային քայլ ենք համարում։ Իսկ դες ինչու հենց այս պահին եկեղեցու մասին հայտարարություն անելուց հետո նրան ձերբակալեցին։ Որտեղ քաղաքական հետապնդում է, դասական։ Ոչ։ Ինքը շատ լավ մարդ է, ինքը ամեն ինչ այլ է մեր ազգի համար, շարժի իրան ձերբակալելը։ Ինչքան շուտ իրան ազատ թողեն, այնքան լավ։ Թող բաց թողեն մեր պարոն Կարապետյանին։ Ինքը շատ լավ բայրար է, ամեն ինչ ազգի համար անում է։ Շատ սխալ են իր հետ վերաբերվում։ Ճիշտ համարել հնարավոր չի, այլ ինչ իրավունքների խախտումներ եք համարում Սամվել Կարապետյանի պատանդառության մեջ, ընդ որում սա ձերբակալություն չի, որովհետև Հայաստանի պարագայում, երբ որ գործադիր մարմնի ղեկավարի հրահանգով մարդուն զրկում են ազատությունից, դա ապօրինի է։ Դա չի կարող համարվել դատանի վճիռ եւ ձերբակալություն։ Հետևաբար, ուրեմն պետք է արձանագրել, որ Սամվել Կարապետյանին ազատությունից զրկել են, այսինքն պատանդ են վերցրել իր ազատ խոսքի իրավունքը իրացնելու համար, իր կրոնական կազմակերպությանը պաշտպանելու համար։ 100% սխալ, որտեղ տեսնոք չի կարելի անել։ Մենք կդառնանք, չգիտեմ ինչ, եթե դա կուլ տանք։